Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողների համար մեծ անակնկալ է սպասվում, Սոսը վերադառնում է, սակայն կա մի հարց՝ ով է մարմնավորելու նրան։ Սերիալի ստեղծագործական թիմի կողմից վերջապես պաշտոնապես հաստատվել է, որ Սոսը ողջ է և վերադառնում է, ինչը մեծ արձագանք է ստացել հեռուստադիտողների շրջանում։ Նրա վերադարձը նոր շղթայական ռեակցիաներ կստեղծի և շատերի համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է նա վերադառնում։ Հեռուստադիտողները շարունակում են ակտիվորեն քննարկել այն հարցը, թե ով է մարմնավորելու Սոսի կերպարը։ Թեև սկզբում բոլորը վստահ էին, որ Սոսին մարմնավորելու է Հայկ Աֆրիկյանը, այժմ ավելի ու ավելի հաճախ շրջանառվում է մեկ այլ անուն՝ Վիլեն Սարգսյանը։ Հատկապես, որ հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամները մեծացնում են ինտրիգն ու շեղում հեռուստադիտողներին, անընդհատ նշելով, որ հեռուստադիտողները չեն կարողացել գուշակել, թե ով է մարմնավորելու Սոսի կերպարը։ Ժամեր առաջ հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հեռուստադիտողներին ուղղվեց հարց՝ ինչ եք կարծում, ով կմարմնավորի Սոսի կերպարը։ Գրեք տարբերակներ, իսկ քիչ անց տեղեկացվեց, որ ոչ ոք չի կարողացել գուշակել, չի եղել ճիշտ պատասխան։ Ընդամենը րոպեներ առաջ նորից նոր տեսանյութ հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում, որին կից գրված է «Ով է Սոսը», Միքայելը ջղայնանում է, որ այդպես էլ չեք կռահում, թե ով է լինելու Սոսի դերակատարը, իսկ Աննան գիտի հարցի պատասխանը, բայց խնամքով կթաքցնի։ Հարգելի հետևորդներ, դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ տաղանդավոր արտիստ է միանալու մեր թիմին։ Ճիշտ պատասխանողը կունենա նվեր, իսկ թե ով է, դեռ գաղտնի է պահվում։ Ինչպես արդեն նշեցինք, հեռուստադիտողների շրջանում քննարկվում է նաև Վիլեն Սարգսյանի անունը, ով սիրված ու տաղանդավոր դերասանուհի Էմմա Մանուկյանի ամուսինն է։ Վիլեն Սարգսյանը հանրության համար լայնորեն հայտնի է ոչ միայն որպես տաղանդավոր դերասան, այլև որպես դերասանուհի Էմմա Մանուկյանի ամուսին։ Նրա անունը սերիալի նոր հերոսի թեկնածուների շարքում է շատերը չէին ակնկալում, սակայն հեռուստադիտողների շրջանում կարծիք կա, որ նա կարող է կատարյալ համապատասխանել Սոսի կերպարին։ Սոսի կերպարը պահանջում է հզոր ներկայություն, խարիզմա, խորություն և որոշակի խստություն, որոնք Վիլեն Սարգսյանն իր դերերում հաճախ է ցուցաբերել։ Եթե իսկապես նրան վստահ են այս դերը, ապա հեռուստադիտողներին սպասվում է հետաքրքիր ու ուժեղ կերպար։ Ինչու է Սոսի վերադարձը կարևոր այս սերիալի համար։ Սոսը վերադառնում է մի ժամանակաշրջանում, երբ «Վերջին զանգը» սերիալը գտնվում է ամենաբարդ շրջադարձերից մեկում։ Անգելինայի ընտանիքն արդեն լքել է երկիրը, Հենրին կփորձի գտնել նրան։ Աննան կորցնում է ինքնատիրապետումը Ֆրիդայի վերադարձից հետո, շախունցների ընտանիքը հերթական անգամ կանգնում է լուրջ փորձությունների առջև։ Այս ամենին գումարվում է հրդեհը բազմաղբյուր գյուղում, որը կրկին կտրուկ փոխում է իրադարձությունների ընթացքը։ Հրդեհի հետ կապված հարցերը դեռևս անպատասխան են։ Արդյոք այն պատահականություն է, թե միտումնավոր գործողություն։ Ով կարող էր ցանկանալ նման վնաս պատճառել Անգելինային կամ նրա ընտանիքին։ Ինչու է հենց այս պահին վերադառնում Սոսը և արդյոք նա կապ ունի տեղի ունեցող դեպքերի հետ։ Ինչ կարելի է ակնկալել Վիլեն Սարգսյանի խաղից, եթե նա մարմնավորի Սոսին։ Եթե Սոսի դերն իսկապես վստահվի Վիլեն Սարգսյանին, ապա հեռուստադիտողներին սպասվում է մի կերպար, որն ունի իր ուրույն բնավորությունը, խորությունը և ուժը։ Նա կարող է լինել անսպասելի կերպար, որն ավելի շատ գաղտնիքներ է բացահայտելու։ Նրա վերադարձը կարող է վերածվել մեծ հակամարտության։ Սոսի վերադարձով անցյալի շատ չլուծված հարցեր կարող են վերհանվել։ Նա կարող է լինել նաև սերիալի նոր հիմնական կերպարներից մեկը, որի շուրջ կզարգանան գլխավոր իրադարձությունները։ Իսկ ինչ սպասել առաջիկա սերիաներում։ Հստակ կպարզվի, թե ով է մարմնավորելու Սոսին։ Բազմաղբյուր գյուղի հրդեհի պատճառները կհայտնվեն ուշադրության կենտրոնում։ Շախունցների ընտանիքը կբախվի նոր դժվարությունների։ Անգելինան էլ կկանգնի իր կյանքի ամենակարևոր որոշման առաջ։ Հեռուստադիտողները մեծ ակնկալիքներով սպասում են Սոսի վերադարձին, և եթե Վիլեն Սարգսյանը դառնա նրա մարմնավորողը, ապա «Վերջին զանգը» կարող է ստանալ բոլորովին նոր լարվածություն ու մթնոլորտ։
Ինչ եք կարծում, Վիլեն Սարգսյանը կհամապատասխանի Սոսի դերին, թե պետք է ընտրել մեկ այլ դերասանի։ Գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Գրեք նաև, թե ինչ եք կարծում, ով է մարմնավորելու Սոսի կերպարը։ Քննարկվում է մի քանի անուններ, սակայն ինչպես պարզ է դառնում նոր գրառումներից, հեռուստադիտողներից և ոչ ոք չի կարողացել գուշակել Սոսին մարմնավորող դերասանի անունը։ Իսկ այդ անունը շատ պարզ է, մոտ ժամանակներում կհայտնենք այդ մասին, իսկ դու գրիր քո կարծիքը, մինչ այդ մաղթում ենք ձեզ լավ օր և բաժանորդագրվեք մեր ալիքին՝ միասին բացահայտելու ամենահետաքրքիր գաղտնիքները։